Բոլորիդ բարի օր, հույսով եմ լավ եք, նաև ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր նայելու են այս եթերը YouTube-յան ալիքներում, օրինակ Armvlog-ում։ Արտաքին հետազոտական ծառայությունը այսօր հայտարարություն է տարածել, ինձ թվում է դուք բոլորդ ուսումնասիրել եք այդ հայտարարությունը, խոսքը դրա մասին է, որ Ռուսաստանում մի խումբ մարդիկ, հայեր, Facebook-ի անունից, ճիշտ է, տենց չի գրել, բայց հասկանալի է հատուկ ծառայությունների մասին, ում մասին է խոսքը գնում է Ռուսաստանի մասին եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների անունից մի խումբ հայեր ճնշում են մեր հայ բիզնեսմեններին եւ պահանջում են իրանցից առաջինը գումարներ տրամադրեն եւ աջակցեն խմբերով մարդիկ ուղարկեն, որ քվեարկեն Տաշիր Սամոյի օգտին ընտրությունների ժամանակ հունիսի 7-ին։ Սա շատ լուրջ իրավիճակ է, ճիշտ ասած դրա մասին ես շուտվանից եմ ձեզ պատմել, նենցա որ այսօր մենք դա ուսումնասիրում ենք այդ տեղեկությունը համացանցում, բայց մենք ձեզ հետ դրա մասին շուտվանից ենք խոսում ու փառք Աստուծո մեր հետևորդների մեծ մասը, ովքեր ապրում են Ռուսաստանում, իրանք Հայաստանի կողմին են եւ իրանց տված ամենօրյա տեղեկություն մեզ համար ինձ համար կոնկրետ շատ կարեւոր է եւ օգտակար է այնպես որ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց ովքեր Ռուսաստանում ուսումնասիրում են ուշադիր են եւ մեզ հետ միասին ուզում են որ Հայաստանը լինի ուժեղ եւ հզոր եւ տենց է լինելու է մի կասկածենք Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, կոնկրետ խոսքը գնում է այն անձնավորությունների մասին, ովքեր գտնում են թե կարան Հայաստանի տարածքում ինչ-որ գործողություններ կատարեն, որի համաձայն օգուտ են բերելու Ռուսաստանին, պետք է բոլորը հասկանան եւ դա կատակ չի, որ այսօր հրապարակել են այդ տեղեկությունը, դա կատակ չի, որ բոլոր մարդիկ, լինի դա Վանաձորում բիզնեսմեն, լինի դա Գյումրիում, լինի դա Երևանում, դրանք օրենքի համաձայն պատժվելու են եւ կոնկրետ մենք մեր կողմից մեծ աշխատանք եք տարել, տանում եւ տանելու, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են դրա վրա գումարներ աշխատեն, վստահ եղեք, որ այդ գումարները 1000 անգամ ավելի շատ դուք հետ եք տալու պետությանը եւ ձեր քթիծակով է դա դուրս գալու, մի կասկածեք դրա վրա, ասում եմ օրինակ մեր կողմից մենք մեծ աշխատանք եք տանելու եւ տանում Նարինե ջան բարի երեկո, բոլորիդ բարի երեկո եւ ամեն կերպ օգնելու ենք եւ կառավարությանը եւ պետությանը եւ հատուկ ծառայություններին, եթե պետք լինի տեղեկություն եք տալու, ովքեր են այն մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում այսպես ասած վաճառում են իրանց հայրենիքը։ Քանի որ եթե դու բիզնեսմեն ես եւ դու իմանալով ոնց է հատուկ ծառայությունը Ռուսաստանի ուզում քանդի Հայաստանը եւ դու Հայաստանի տարածքում օգնում ես Ռուսաստանի հատուկ ծառայություններին, ուրեմն դու դավաճան ես եւ չկա կասկած, որ պետքա քո հանդեպ, հա, լինի վատ վերաբերմունք։ Եվ դա կա եւ լինելու է անպայման։ Ուզում եմ հատուկ մեր հետևորդների համար տեղեկություն տամ, որ այդ մարդիկ, ովքեր Հայաստանի տարածքում օգնելու են Ռուսաստանին եւ օգնում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին, դրանք մեր թշնամին են, իմ թշնամիս են եւ բոլորի հետ այդ մարդկանց հետ մենք պայքար ենք տանում եւ տանելու ուրախ եմ, որ այսօր արդեն այսպես ասած ներքին գործերի նախարարությունն է, հա, իր տեղեկությունները հրապարակել եւ ուրախ եմ, որ քիչ-քիչ մարդիկ հասկանում են, որ այս իրավիճակը շատ լուրջ է եւ շատ վտանգավոր է բոլորիս համար։ Ռուբեն ջան, բարի երեկո։ Ես կփորձեմ բոլորիդ հետ միասին օգնեմ, ինչով կարողանում եմ մեր կառավարությանը, մեր պետությանը, ներքին գործերի նախարարությանը եւ այս եթերը ես անում եմ կոնկրետ դրա համար, որպեսզի մարդկանց բացատրեմ, որ չի լինելու ոչ մի չակետներ եւ այո ես եւ իմ համացանցում իմ ընկերներս, եղբայրներս եւ քույրերս մենք հարվածելու ենք այն մարդկանց, այ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր գիտեն թե սա կատակ է, խաղոպար է եւ իրանց թույլ են տալիս ինչ որ մուտիլովկաների մեջ մտնեն, հա իմացեք, որ դուք Հայաստանի թշնամին եք, իմ թշնամիս եք, պետության թշնամին եք եւ դուք լինելու եք ամենամեծ մեր թշնամին։ Այն որ բոլորի հանդեպ քրեական գործերը հարուցվելու, դրա մասին մի կասկածեք, դա տենց է լինելու է, բայց այս անգամ այդ մարդիկ չեն կարողանալու հեշտ դուրս գան այդ գործողության տակից, ինչի քանի որ գիտեք մենք բոլորս արդեն
8 տարի համարյա այնքան ջանքեր ենք ծախսել, այնքան ուժ ենք դրել եւ այնքան սեր ենք նվիրել մեր երկրին, մեր հայրենիքին, որ բոլոր դրանք, ովքեր այդ սերը, այդ աշխատանքը ուզում են ոտի տակ գցեն եւ պատրաստ են դավաճանեն իրանց երկիրը Ռուսաստանի հատուկ ծառայություններին, իրանք պետքա վստահ լինեն, որ դուք եք ջարդվելու, ձեզ են ջարդվելու ու դա անելու ենք շատ կոպիտ ու խիստ, ուրիշ ձև չի լինելու, քանի որ երբ խոսքը գնում է հայրենիքի մասին, բոլորս լինես դու, չգիտեմ, հաց թխող, լինես դու վարորդ, լինես դու բժիշկ, բոլորս պետք է լինեք կոպիտ եւ հստակ մարդկանց բացատրեք, որ ոչ մեկ չի կարողանալու, վնաս տա մեր երկրին եւ ընդհանրապես այն խաղաղությունը, որը մենք ունենք, այն իրավիճակը հիմա որ ունենք, որ այսքան բաներ կառուցել ենք, ստեղծել ենք, դա ոչ մեկ չի կարողանալու 0, սարքի եւ իր քայլերով վնաս տա մեր հայրենիքին։ Չեմ ուզում երկար խոսամ, բայց ուզում եմ նորից մեր հետևորդների ուշադրությունը ֆիքսեմ այն ինֆոյի վրա, որ բոլորս շատ ուշադիր նայում ենք, ովքեր են այդ մարդիկ ձեր քաղաքներում, ձեր գյուղերում, ովքեր փողեր են վերցնում, այսպես ասած, Ստարշի Սամոյի աջակիցներից, դաշնակների աջակիցներից, ովքեր են այն մարդիկ, ովքեր աջակցում են, Ռուսաստանին, փողեր են վերցնում եւ ուզում են վնաս տան մեր երկրին։ Բոլոր այդ մարդկանց պետք է պատժել եւ պատժվելու են իրանք, բայց պետք է մենք բոլորս լինենք ուշադիր, եթե դուք ձեր գյուղում, քաղաքում տեսնում եք ինչ որ իրավիճակ, որտեղ դուք տեսնում եք Ռուսաստանի գումարները, որը փոխանցվում են, այսպես ասած, հայերի միջոցով, դավաճան հայերի միջոցով, այս ինֆոն խնդրում եմ անպայման ինձ տվեք եւ բոլոր մեր բլոգերներին, ես գիտեմ, որ դուք միշտ կայնած եք իմ կողքին, ես էլ ձեր կողքին, բայց հիմա իրավիճակը օրից օր ավելի լուրջ է եւ պետք է բոլորս լինենք շատ ուշադիր։ Չկա կասկած, որ թշնամին չի կարողանալու ոչ մի բան անի, որպեսզի քանդի Հայաստանը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է միամիտ sense նստենք ու նայենք տենակ ինչա կատարում։ Բոլորիդ բարի երեկո, բոլորիդ Մանվել ջան։ Գիտեք, այս 7 տարվա ընթացքում ես միշտ շատ ուշադիր եմ, լինի դա 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը, Վիտալի добрый вечер, եւ մենք բոլորս պետք է լինենք շատ ուշադիր։ Բոլորիդ լավ երեկո եմ ցանկանում, լավ գիշեր եւ թող ամեն ինչ լինի մեր կյանքում լավ։ Հույս եմ բաղում ձեզ վրա, վստահ եմ, որ դուք ինձ էլ օգնելու եք։ Նորից, եթե ձեր գյուղում, ձեր քաղաքում, ձեր փողոցում, ձեր շենքում, ձեր դպրոցում դուք տենում եք ինչ-որ մի հատ մարդ, ով աջակցում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին կամ էլ այն մարդկանց, ովքեր փողեր են խոստանում, խնդրում եմ այդ տեղեկությունը ինձ տվեք, այսօրվանից օֆիցիալ այդ ինֆորմացիան կա, որ բոլոր Հայաստանի Հանրապետությունում ապրող եւ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները, ովքեր գումարներ են ուզում աշխատեն ընտրությունների ժամանակ, ընտրությունների այդ թեմայի վրա եւ Ռուսաստանից փողեր են ստանում, դրանք բոլորը մեր ժողովրդի եւ պետության թշնամիներն են եւ բոլորին պետքա իսկապես բռնել ու պատժել։ Սա կատակ չի, հեսա դուք կգնաք կֆիքսեք այն գործողությունները եւ քայլերը եւ երևի կզարմանաք մի քիչ, բայց պետքա տենց լինի, կոպիտ եւ հստակ պետքա ցույց տանք, որ մենք պատրաստ ենք պաշտպանենք մեր հայրենիքը։ Ոնց ասեցի, երկար չեմ խոսելու, ձեզ բարի գիշեր։